ես բացարձակ ամեն ինչ արել եմ, գիշեր ցերեկ եղել ենք այդ մարդու կողքը։ Գիշեր ցերեկ, մեկ, երկրորդը, պարոն Փաշինյանը խոսում է, ես 5000 բոլոր զոհերը այստեղ բոլոր թվականների ունենք։ Այսա ձեր իշխանության 5000 զոհերը եւ ով էլ ոչի մի րոպե չընդհատեք, ասեք թող չընդհատեք, չընդհատեք, բոլոր այստեղ հիմնավորումները կան, բոլոր հիմնավորումները կան, մեկ երկրորդը, բոլոր հիմնավորումները կան, ինձ մի ընդհատեք, դա կեղծ թիվ է, Պարոն Փաշինյան մի րոպե, ինձ մի ընդհատեք, դա կեղծ թիվ է, Պարոն Փաշինյան, կեղծ չի իր իրավունքն է, թող ասի դու կպատասխանեք, խնդրեմ։ Մյուս անգամ ինձ մի Քոչարյան ընդհատեք, ընտանիքը քնիչ Պարոն Մարուկյան, մի ընդհատեք, Լրություն։ մի րոպե, Թողեք խոսամ, պարոն Փաշինյան, մյուս անգամ ինձ չընդհատեք, Այդ Մարուկյանները։ ով էլ որ չի, ով էլ որ, ես ասում եմ, հլստեղ նայ, Հասկացանք, պարոն հլստեղ նայ, Բայց մի լսեք։ րոպե, այդ ձեր բարերի համար դուք պատասխան եք տալու եւ մյուսը, այս զոհերը տեսնում եք, ով էլ որ չի զոհվել, ասում եք ինչի չես գնացել զոհվել, այս մեկ, երկրորդը, մի րոպե, որ խոսում ենք 3 րոպե ավելացրեք։ Մահավան կոծկելու ասում եմ ձեր օրոք չի, ես հենց նոր բերեցի Սոնա Մնացականյանի դեպքը, Այդ ասել եք հարց եմ տալիս, արդեն։ ինչու չեն ներկայացվել Շատ լավ։ ռադիոկապի Պարոն Փաշինյան, սարքերը, պատասխանեք, վերջ։ Լսում եք պատասխանը։ Ուրեմն ես ասում եմ պատասխանատու կերպով, որ Թաթոյանի ներկայացված թիվը բացարձակապես կեղծ է եւ իրականությանը Վերջ, պարոն Թաթոյան, հիմա լսեք։ համապատասխանում 44 օրյա պատերազմում ես խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների առաջ, ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, 44 օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող։ Սա պաշտոնական արձանագրված թիվ է։ Այս մյուս կեղծիկ ինչ հետո։ Հետո երբ հետո։ դրանից հետո Եղել է 2022-ը Լրություն։ 2022-ով հանդերձ Հայաստանի Հանրապետություն, ես հիմա կասեմ, շատ լավ, կասեմ, հիմա կասեմ բոլոր թվերը։ բոլորը կա, կարող եմ ձեզ Ուրեմն ասում եմ, Այստեղ բոլորը կան։ այդ թվում ձեր նշած ժամանակահատվածում 2018-ից մինչև օրս զոհերի թիվը կազմում է, ես հիմա կասեմ ձեզ 4273 ներառյալ քաղաքացիական անձին։ Այս թիվը պաշտոնապես խնդրում եմ 4273 Վերջ, շնորհակալություն։ որ պլյուս մինուս 50 Պարոն Թաթոյան, մյուս մարդիկ եկան խոսացող։ Նարեկ Կարապետյան, հետո Արամ Սարգսյան, խնդրեմ Նարեկ Կարապետյան։ Սիրելի հայրենակիցներ, մենք իզուր ենք այս մարդկանց, Ով է խոսում։ հարգելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մենք իզուր ենք այս մարդուն այսքան հարց տալ։ Այս մարդը 3-4 օրից էլ իշխանության չի լինելու։ Նա արդեն զգալով իշխանության կորուստի վախը, մի քանի տեխնոլոգիական հնարքն է ուզում կիրառի, որպեսզի նա մնա մենակ, դեմոկրատիայի դեմ քայլեր անելով մնա մենակ։ Այս մարդը չի լինելու էլ իշխանություն։ Մեր ժողովուրդը իր քայլը անելու է։ Պարոն Սարգսյան, խնդրեմ։ Պարոն վարչապետ, ես հրապարակային դիմել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, նա ասել է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություններ չունի, ինչպիսին ուներ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Պարոն Մարուկյան, ուր։ Ինչ վերաբերվում է պարոն Օսիկյանին, ես ճանաչում եմ պարոն Օսիկյան Արտուրին, ես կաշկանդված չեմ եւ կոչ եմ անում նրան դադարեցնել հացադուլը, ավելին համարում եմ, որ նրա արարքը վարչական տուժի վերաբերվող արարք է, ոչ ավելին։ Պարոն Սարգսյան, գրավոր եք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ կապ ունի։ Ոնց իրավական ընթացակարգ է կա։ Վաղը կդիմեմ գրավոր։ Վաղը կդիմեմ գրավոր։ Դիմեք, խնդրում եմ դիմեք։ Թող պարոն Սիմոնյանն